Բարև բոլորին։ Երբևէ մտածել եք, թե ոնց է ստացվում, որ մի ստեղծագործություն կարողանում է դարեր շարունակ ապրել, ու ոչ միայն ապրել, այլև հուզել միլիոնավոր մարդկանց սրտերն այսօր, ճիշտ այնպես, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ։ Դե այսօր մենք հենց մի այդպիսի անմահ պոեմի գաղտնիքն ենք բացահայտելու։ Հարցը հենց սա է, չէ՞։ Ինչպես կարող է 13-րդ դարում գրված պոեմը մինչև հիմա մնալ աշխարհի ամենաընթերցվող ու սիրված գործերից մեկը։ Ինչ գաղտնիք, ինչ ուժ կա դրա մեջ, որ ժամանակը չի կարողանում հաղթել։ Եկեք միասին պարզենք։ Դե, ամեն ինչ սկսվում է մի մարդուց՝ Ջալալեդդին Ռումիից։ Շատերին նա հայտնի է նաև որպես Մոլանա։ Պատկերացրեք 13-րդ դարի պարսիկ բանաստեղծ, գիտնական, միստիկ։ Նա ոչ միայն բանաստեղծ էր, այլև իսկական հոգևոր առաջնորդ։ Ու նա կարողացավ գտնել մի այնպիսի լեզու, սիրո, հոգու, ներքին ապրումների մասին խոսելու, որը հասկանալի ու հարազատ դարձավ բոլորի համար, անկախ սահմաններից ու դարաշրջաններից։ Լավ, եկեք անցնենք առաջին բանալուն լսելու արվեստին։ Հիմա լսեք, որն է ամենահետաքրքիրը։ Պարզվում է, այս ամբողջ հավերժության գաղտնիքը թաքնված է Ռումի գլուխգործոցի, Մասնավիի, հենց ամենաառաջին բառի մեջ։ Այո, ընդամենը մեկ բառ՝ լսիր։ Պատկերացնում եք, մի ամբողջ պոեմ սկսվում է այս բառով, բայց սա ուղղակի խորհուրդ չի, թե ականջ դիր, ոչ, սա հրավեր է, սա հրահանգ է, սա մի ամբողջ ֆիլիսոփայության բանալին է։ Հենց այստեղից է, որ սկսվում է ամեն ինչ։ Ու հենց այստեղ է ամբողջ տարբերությունը։ Տեսեք, սովորաբար մենք ուղղակի լսում ենք, այսինքն ականջներով ընկալում ենք ձայները, բայց Ռումիի լսելը լրիվ ուրիշ բան է։ Դա ակտիվ հոգևոր գործողություն է։ Դա նշանակում է, որ դուք պետք է ձեր միտքը լրիվ ազատեք բոլոր նախապաշարմունքներից, կարծրատիպերից, դատարկեք, որպեսզի ճշմարիտ խորքային իմաստը տեղ գտնի ու ներս մտնի։ Լավ, բայց ո՞նց կարելի է այսքան խորը գաղափարը բացատրել։ Դե Ռումինի դա անում է մի աներևակայելի հզոր փոխաբերության միջոցով, որը կարելի ասել դարձել է պոեմի սիրտը։ Խոսքը եղեգնյա սրինքի գաղտնիքի մասին է։ Հենց սրանք են Մասնավիի բացման տողերը։ Լսիր սրինգին, պատմում է վշտից, հառաչում է նա բաժանման ցավից։ Ուշադրություն դարձրեք, Ռումին մեզ հրավիրում է լսելու ոչ թե իրեն, այլ սրինգին, իսկ սրինգը պատմում է բաժանման ու կարոտի մասին։ Բայց ինչից բաժանման։ Ահա եւ բացահայտումը։ Սուֆիզմում եղեղը խորհրդանշում է մարդու հոգին, որը կտրվել, բաժանվել է իր աստվածային աղբյուրից, այսպես ասած եղեգնուտից, այնպես որ սրինգի մեղեդին իրականում այդ բաժանված հոգու կարոցն է, նրա ճիչը, որը ձգտում է վերադառնալ իր սկզբնաղբյուրին, վերամիավորվել։ Ու այստեղ մի զարմանալի պարադոքս կա, որպեսզի սրինգից մեղեդի դուրս գա, այն պետք է ներսից լինի դատարկ։ Ճիշտ նույն կերպ էլ մարդու հոգին։ Այն կարող է լցվել աստվածային շնչով, իմաստով, միայն այն ժամանակ, երբ ազատվում է սեփական եսից, էգոից, եսասիրությունից։ Պետք է դատարկվես, որպեսզի լցվես։ Այսպիսով մենք հասկացանք լսելու եւ ստրինգի գաղափարները, բայց ինչպես այս ամենը կապվում պոեմի անմահության հետ։ Դե գիտնականները կարծում են, որ ամեն ինչ հանգում է 3 հիմնական, կարելի ասել 3 բանալու։ Ահա այդ 3 բանալիները՝ աստվածային աղբյուր, ներդաշնակություն մարդկային բնության հետ եւ իհարկե համամարտկային ուղերձ։ Հիմա եկեք այս 3 կետերից յուրաքանչյուրը մի փոքր ավելի մանրամասն բացենք։ Առաջին բանալին աստվածային աղբյուրն է։ Ինչ է սա նշանակում։ Մասնավին ուղակի գեղեցիկ բանաստեղծությունների ժողովածու չէ, այն շատ խորը արմատներ ունի Ղուրանի եւ հադիսների, այսինքն իսլամի սուրբ գրությունների մեջ, այնքան խորը, որ ոմանք նույնիսկ այն անվանում են պարսկերեն Ղուրան։ Հենց այս սրբազան կապն է, որ պոեմին տալիս է ժամանակից վեր մի շունչ։ Երկրորդ, ներդաշնակությունը մարդկային բնության հետ։ Կա մի հասկացություն՝ ֆիտրատ։ Սա, ըստ իսլամական ուսմունքի, մեր բոլորի բնածին ներքին ձգտումն է դեպի բարին, դեպի ճշմարտությունը, դեպի գեղեցիկը։ Ու Մասնավին հենց մեր էության այս ամենախորը, ամենաանկեղծ շերտի հետ է խոսում։ Այն օգնում է մեզ կապվել մեր իսկական էության հետ։ Եվ իհարկե երրորդ բանալին՝ համամարտկային ուղերձը։ Չնայած Մասնավին ունի խորը իսլամական արմատներ, այն խոսում է թեմաներից, որոնք հասկանալի են բոլորիս։ Սեր, բարոյականություն, ապաշխարություն, հույս, սրանք զգացմունքներ են, որոնք կրոն ու սահման չեն ճանաչում։ Հենց սա է պատճառը, որ աշխարհի ցանկացած ծայրում, ցանկացած մշակույթի մարդ կարող է կարդալ Ռումիին ու գտնել իրենը դրա մեջ։ Այսպիսով, եթե այս ամենը միացնենք իրար, մենք նորից վերադառնում ենք ամենասկզբին՝ լսելու գաղափարին։ Այնպես որ Մասնավին ուղակի գիրք չէ, որ կարդում ես, այն հրավեր է լսելու։
Այնպես որ կարող ենք վստահ ասել, մասնավի անմահության ամբողջ գաղտնիքը թաքնված է իր հենց առաջին բառի մեջ՝ լսիր։ Լսիր ոչ թե ուղղակի ականջներով, այլ բաց սրտով, ազատ մտքով, եւ թույլ տուր, որ իրական իմաստը ինքը քեզ գտնի։ Իսկ եթե այս ամենից հետո ուզում եք ինքներդ սկսել լսել, ապա ահա մի քանի պարզ խորհուրդ։ Պետք չի միանգամից փորձել ամբողջը կարդալ։ Կարող եք սկսել Նեյնամեից, այսինքն առաջին 18 տողերից, որոնք հենց սրինգի մասին են։ Կարդացեք դանդող, օրական ընդամենը մի քանի տող, խորելով, զգալով յուրաքանչյուր բառը։ Եվ վերջում ուզում եմ ձեզ թողնել այս հարցի հետ։ Հիմա, երբ արդեն գիտեք գաղտնիքը, ինչ կլսեք դուք, եթե իսկապես ի սրտե փորձեք լսել։ Ինչ մեղեդի կհնչի ձեր հոգում։